սիրելի հայրենակիցներ, ասեմ, որ իրապես շատ դրական էմոցիաներով լի է այսօրը, ինձ համար մի փոքր ավելի նաև աշխատանքային էր, որովհետև հիմնականում երեխաները դիմում էին ֆուտբոլի դաշտերի հարցերով, տարբեր հատվածներում։ Որն է, մեր ճակատագիրը ձեզանից է կախված, պարոն Աթիվ։ Եվ իրականում պարոն վարչապետ, 2023 թվականից Չեք պրծնի այդ երեխեքի ձեռից։ Արդեն խոստացել ենք, 5 դաշտ ենք այսօր խոստացել ու բոլորն էլ պետքա կառուցենք ու իրականում այդ միջավայրը փոխվում է։ Այսօր պարոն Սիմոնյանի հետ մենք մի քիչ ֆուտբոլ էլ խաղացինք դաշտերից մեկում։ Ով է տարբեր Պարոն Սիմոնյանը այդպես պրոֆեսիոնալներին հավաքեց։ Չէ, կրել են այսօր, բայց շատ դրական էներգիա։ Իրականում շատ դրական էներգիայով լի էր օրը, ու իսկ երեխեքը միշտ այդ երբ որ այս process-ներին միանում են, իրենց պահանջներով, իրենց ցանկություններով, իրենք ավելի են լցնում։ Եվ իրականում միշտ ամենահաճելի հատվածը երևի եղել է այս հենց երեխեքի հետ խոսալը, իրենց պահանջները լսելը, որովհետև ամենայն լավ ու դրական ու ճիշտ բաները երեխաներն են ուզում։ Ինչ պետք է ուզեն, ասում են մաքրեք բակը, խաղահրապարակ սարքեք, չգիտեմ, ֆուտբոլի դաշտ սարքեք, որպեսզի իրենք էլ իրենց առօրյան կարողանան ընկերների հետ անցկացնել հենց իրենց բակում, դա էլ մեզ համար մեծ ուրախություն է այդ աշխատանքը կատարելը։ Շնորհակալ եմ բոլոր շենգավիցիներից, ովքեր այսօր մեզ դիմավորեցին եւ ճանապարհեցին, իրենց խնդիրները բարձրաձայնեցին։ Ուզում եմ ասել, որ փուլ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա բոլոր այն աշխատանքները, որ արել ենք, շարունակելու ենք անել, լսում ենք ձեզ, ուշադիր ենք ձեր բոլոր պահանջների նկատմամբ, բայց եթե ունեք հավելյալ պահանջներ, միշտ հիշեք պարոն Գաբրիելյանն է շատ սիրում մեր ակտիվ քաղաքացի հավելվածը, ներբեռնեք ակտիվ քաղաքացի հավելվածը եւ խնդիրները առաջ քաշեք մեր առջեւ, որպեսզի մենք այդ խնդիրները լուծենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։